Բարելույս սիրելիներս։ Այսօր ճանապարհին մտածում եմ, թե ինչքան լավ կլիներ, եթե բոլորը իրար հետ շփվեին, խոսեին սիրով, համբերությամբ, նուրբ, զգուշությամբ, մեղմ, որովհետև մեր հասարակությունը մանավանդ, ես եմ կարծում այդպես, կարիք ունի այդ ջերմ ընկերային շփման, փոխադարձ հարաբերության, որտեղ անգամ մեկ խոսքը ինչ-որ մի բան իրենից ներկայացնում է և փոխում է մարդու մոտ որևէ բան։ Պատկերացրեք առավոտյան մարդը արթնացել է, հանդիպում է դուրս է գալիս, իր հարևանին է հանդիպում, բարի լույս, ժպիտով, ջերմությամբ, ամեն ինչ լավ է, տրամադրություն է փոխում, կամ տան մեջ, ամուսիններ են, արթնացել են, փոխանակ իրար առաջ պահանջ տնեն, պայման տնեն, սա արա, նա արա, նա արա, սիրով, ջերմությամբ փորձեն մեղմ խոսքով իրար ոգևորել, որտև օրը դեռ առջևում է և ահագին անելիքներ կան, եթե առավոտվանից մարդը այդ ջերմությունը չստացավ, շատ դժվար կլինի իր համար օրվա ընթացքում։ Այնպես որ սիրելիներս, եկեք փորձենք շփվել, խոսել իրար հետ մեղմությամբ, ջերմությամբ, սիրով, որտեղ մեր խոսքը շինիչ է, ազդեցիկ է և կազդուրիչ է։ Շատ մարդիկ այդ խոսքի կարիք ունեն, երբեմն եկեղեցի են գալիս, որպեսզի քահանան այդ մեղմ խոսքով, ջերմությամբ, ժպիտով, հոգով կարողանա իրեն այդ մեղմությունը տա։ Կարող է որևէ բան չպատասխանես մարդուն, նորմալ պատասխանի իմաստով կամ իր հարցերին չպատասխանես, բայց ջերմությունը և մեղմությունը և սերը հաղթում է բոլոր տեսակի ճիշտ պատասխանները։ Ուրեմն այսօր էլ մտածում եմ, որ մենք բոլորս պետք է փորձենք այդ ջերմություն ունենալ մեր խոսքի միջոցով։ Ոչ թե կոշտ, կոպիտ խոսենք իրար հետ, այլ ջերմությամբ խոսենք իրար հետ։ Բարի օր ձեզ բոլորիդ սիրելիներ։ Ձեր խոսքը ազդեցիկ է, կարևոր է և օրը կազմակերպելու համար մեծ նշանակություն ունի։ Լավ եղեք։